Շատ կարևոր խոսքեր լսեցի Ռուբեն Վարդանյանի մասին, բայց ուզում եմ սկսել այն բարևից, որ Մարինե Ալեսը նշեց, որ դա առաջին բառն է եղել, որ Ռուբենը արտասանել է եւ սովորել է որպես երեխա։ Գիտեք, բարևը գրաբարյան բարյավն է, հա, նաև ասեմ իմ հարգելի դասախոսին, որ ես լեզվաբան եմ, գրականագետ չեմ, դասական լեզուների մասնագետ, գրաբարի, եւ բարևը հենց բարին է գործիական հոլովով, այսինքն բարյավ։ Հետևաբար ինքը աշխարհ է եկել այդ բարևով, բարիով։ Եվ մի կարևոր միտք այդ աքսիոմներից իսկապես կարծում եմ Ռուբենը բանտից դուրս եւ բանտի ներսում բոլորովին չի փոխվել։ Բանտը դա երևի մի հասկացություն է, որը նախատեսված է գուցե ես կարծում եմ հոգով տկարների համար։ Եվ կա նաև մի այսպիսի հասկացություն, ինչպիսին է ինչի համար ես դու ազատազրկված եւ ովքեր են քեզ ազատազրկել։ Ռուբեն Վարդանյանը այն անձն է, որը հրաշալի հասկանում է, թե ինքը ինչի համար է ազատազրկվել եւ ովքեր են իրեն թվացյալ ազատությունից զրկողները։ Այսինքն սա գիտակցված հիշենք Եղիշեի այդ խոսքերը, բայց ես կարծում եմ գիտակցված բանտարկությունը դա հաջողության բանալին է, իսկ չգիտակցված բանտարկությունը ես կարծում եմ ձախողումների սկիզբն է։ Ռուբեն Վարդանյանը գիտե ինքը ինչի համար է նստած եւ այն ուղերձը, որի մասին դուք այստեղ նշվեց, այսինքն իրեն չեն դատում, այլ դատում են ամբողջ հայությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին, մեր սփյուռքահայությանը, դա իր ուժի գլխավոր խորհրդանիշն է։ Ես այն մարդկանցից չեմ, որը այդպես տասնամյակներով ճանաչել է Ռուբենին խորքային, իր հետ 90-ական թվականներին 2 հարցազրույց եմ արել, այնուհետև Պրահայում եւ Աթենքում մասնակցել եմ Հայաստան 2020 այդ հզոր թվացող եւ իրականում այդպիսին, բայց թղթի վրա մնացած ծրագրի կայացմանը իմ այսպես համեստ ներդրմամբ եւ ուժերի շրջանակում, բայց այդ ընթացքում տեսել եմ ինձ համար մի կարևոր հայի կերպարին։ Եվ կարծում եմ, որ այսօր, եթե մենք երկխոսություն ենք համարում մեր այս զրույցը, կարևոր է, որ մենք իսկապես հայի այդ կերպարը ամբողջացնենք բոլորի համար, որովհետև եկեք անկեղծ լինենք, հիմա շատերն են ուզում Ռուբենի կերպարը այսպես խոչընդոտել, մշուշներով փակել, փնտրել նրա ետևում դավադրական կամ այլ ինչու գնաց կամ անընդհատ խոսել նրա մասին, որ այսպես հարուստ մարդ էր եւ եկավ, այսինքն նրանք հրաշալի մեր հակառակորդները համենայն դեպս եւ տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս հրաշալի գիտեն, որ ազգին պետք է հերոսազրկել։ Եվ դրա համար էլ Ռուբեն Վարդանյանը այսօր եւ նրա հետ գտնվող մյուս հայրենիները ես նկատի ունեմ Արցախի ազգային ազատագրական պայքարի այսպես ռահվիրաներին եւ առաջնորդներին ու նաեւ այն զինվորներին, որոնք Արցախյան այդ պատերազմի ընթացքում պահպանում էին հողը եւ նրանք հիմա գերված են եւ նաեւ քաղաքացիական այն անձանց, որոնք բանտում են։ Ռուբեն Վարդանյանը իր բոլոր ուղերձներով ցույց է տվել, որ մենք բոլորս պետք է միասնական լինենք նրանց հետ։ Այստեղ մի ճշմարիտ խոսք էլ հնչեց, որ սերը այսպես առանց հավատի կամ իմ կարծիքով առանց գործի իսկապես ոչինչ է։ Եվ եթե մենք այսօր հավաքվել ենք նշելու մայիսյան այսօրը Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը, ասեմ, որ նաև բնությունն էլ երևի իր ճակատագրի պես է, տեսնում եք, ամպեր էին կուտակվել, կարծես անձրև էր ուզում գալ, բայց հետո այդ անձրևը ցրվեց, անձրև հիմա չի գալիս, դա նշանակում է, որ այն ձախորդությունները, որտեղ գտնվում է ոչ թե միայնակ, այլ մենք բոլորս ամբողջ, եւ գուցե բանտում, գիտեք, ինքը ավելի իսկապես ինչպես ասում է երջանիկ է, քան մենք այստեղ ազատության մեջ, որովհետև բանտում ինքը կարողացել է հաղորդակից դառնալ ու տեսնել այն ճշմարիտը, այն ապագան, որ սպասում է։ Եվ դրա համար ես կարծում եմ մենք պետք է ցույց տանք Ռուբեն Վարդանյանին ոչ թե որպես Դոն Քիշոտ, կա այդ կերպարը, որը գեղեցիկ է, բայց իմ կարծիքով Դոն Քիշոտը գիտեք պայքարում էր ինչ որ ցնորական այսպես նպատակների եւ հորինվածի համար։ Իսկ Ռուբեն Վարդանյանը հրաշալի գիտեր եւ
կարծում եմ դա 20-20-ի քննարկումների ժամանակ եւ տեսել եմ եւ շատ տպավորված եմ եղել այդ ուղեղային մտագրողների ժամանակ, կետ առ կետ, քայլ առ քայլ, ծրագիր առ ծրագիր, գիտեր թե ինչ պետք է անել Հայաստանը դարձնելու տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս իսկապես հզոր եւ արդյունավետ պետություն։ Եվ ես կարծում եմ Արցախում նրա հայտնվելը, որ նշվեց այստեղ, որ անակնկալ որոշում էր, գուցե իսկապես մտերիմների համար դա թվացել է անակնկալ, բայց ինձ համար, որ հերվից այդպես ինչպես նշեցի հետևել եմ նրա գործունեությանը, դա շատ տրամաբանական էր։ Հենց Ռուբենի պես մարդը Արցախյան այդ 44-օրյա ջախջախիչ առաջին հարվածից հետո պետք է գնար եւ կարծում եմ իր ներքին կանխազգացումներում երբ որ հանդիպենք, երբ ինքը դուրս գա բանտից, առաջին հարցը, որ իրեն ուզում եմ տալ եւ պիտի տամ, դա այն է, որ ինքը սպասում էր արդյոք եւ գիտեր, որ լինելու է այդ էթնիկ զտումը ու ցեղասպանական ջարդը։ Կարծում եմ ինքը հասկանում էր եւ ինքը գնաց հենց այնտեղ ապացուցելու համար, որ եթե անգամ քեզ այսպես արտաքսում եւ վտարում են, միևնույն է դու պիտի վերադառնաս։ Հավաքական վերադարձի եւ վերադարձի անկասելիությունը իմ կարծիքով Ռուբենի, եթե մենք դա փիլիսոփայություն կոչենք կամ կյանքի գիծ անվանենք, ամենահիմնականն է։ Այսինքն այստեղ մենք գտնվողներով պետք է կարողանանք, այո, եւ գուցե գեղեցիկ ու ջերմ խոսքեր ասել, որպիսի, ինչպես Մարինե Ալեսն էր ասում, մեր խոսքերը իրենց երկնային այդ ուժով հասնեն եւ բանտում զորացնեն մեր բոլոր հայրենակիցներին եւ Ռուբեն Վարդանյանին, բայց ամենից առաջ այնպես ապրենք եւ այնպես հիմա գործենք, որպիսի բանտում գտնվող մեր հայրենակիցները ավելի չանհանգստանան ու ավելի վատ չզգան։ Ուզում եմ նաև որպես այսպես եզրափակում հիշեմ Դավիթ Բաբայանի խոսքերը, որ ապրիլի 24-ի նախօրեին Ռուբենից հետո ուղերձ հղեց։ Ես կարծում եմ Ռուբենը իր այդ ուղերձներով մյուս բանտարկելվածներին էլ ուժ էր տալիս խոսելու այսպես ազգի մարդկանց հետ, եւ Դավիթ Բաբայանը նշում էր, որ ցեղասպանության այսպես նախօրեն էր, որ մեր սրտերը ձեզ հետ են, ծիծեռնակաբերդում են, դուք ուժեղ եղեք։ Այսինքն մենք պետք է կարողանանք այս երկխոսության մեջ իմ համեստ կարծիքով ամենակարևորը ցույց տալ, որ մենք աշխատելու ենք, գործելու ենք եւ այնպես ենք անելու, որ մերձեցնենք վերադարձը դեպի Արցախ եւ Հայաստանի այսպես տարածաշրջանային մեկուսացման, ջախջախման եւ հանձնման կասեցումը։ Բարձր նշաձող երբեք չհանձնվել եւ իսկապես ունենալ այդ ուժն ու հավատը, որ ցանկացած պարագայում, եթե դու ունես հավատ եւ ունես հույս եւ սեր, այդ հավատը, հույսը եւ սերը արդարանում է եւ Ռուբենը վերադառնալու է եւ այն բոլոր ծրագրերը, որ նախանշել էր, դրանք իր գաղափարակիցներով իրականություն են դառնալու։ Շնորհակալ եմ։